ձեռքեր, ոտքեր օգտագործում են, ովքեր այլ հնարավորություններ չունեն։ Այս է ձեր կազմակերպածը։ Ընտրեմ նայեք։ ՀՄԶ ոլորտի տասնյակ ներկայացուցիչներ ԲՀԿ անդամներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են իշխանություններից անհապաղ բացահայտել ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին օրերս առևանգած եւ դաժան ծեծի ենթարկածներին։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով Գյումրիում հունվարի 15-ի բողոքի ցույցի մասնակից Մնացական Ալեքսանյանի ձերբակալմամբ իշխանությունները նոր գործընթաց էին սկսում։ Նպատակն այլ էր, սակայն պլանները հանկարծակի փոխվեցին։ 1.1 միլիոն դոլար մոմի վաճառքից, գանձանակից եւ նվիրատվությունից ամենայն հայոց կաթողիկոսը շվեյցարական բանկի խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում։ Պարոն Պալասանյանը ես իրանց պահանջարկով է, թե պետական է, ինչ է տվել է իրանց։ Գյումրու քաղաքապետարանը, թե 102-րդ ռազմաբազան, ով է փոխհատուցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու կրած վնասը։ Գալայի հրապարակումների հիման վրա դատախազ Ռաֆի Ասլանյանի կարգադրությամբ նախապատրաստվում են նյութեր։ Գյումրեցի 40-ամյա Հակոբ Կարապետյանը բարի կամքի տեր մարդկանց աջակցության կարիքն ունի։ Նրան շտապ վիրահատություն է հարկավոր, ֆինանսական միջոցներ չկան։ Ի պաշտպանություն փետրվարի 7-ին առևանգված եւ դաժան ծեծի ենթարկված կասեցում քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի այսօր կառավարության շենքի դիմաց բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկատերեր իրականացրել են բողոքի ակցիա։ Ապահով թե գանգստերական Հայաստան բացահայտում կամ հրաժարականներ եւ այլ բովանդակությամբ ցուցապաստառներով գործադիրի շենքի դիմաց էին հավաքվել նաեւ երիտ ԲՀԿ-ականներ, ազգային ժողովի падգամավորներ, իսկ նրանց ներկայությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Արտակ Խաչատրյանը հասարակական գործունեությունից զատ նաև կուսակցական պատկանելություն ունի։ Նկատենք, որ հասարակական ընդվզումներ չեղան այն ժամանակ, երբ ծեծի ենթարկվեցին ակտիվիստներ, ազատամարտիկներ։ Հիմա սակայն ԲՀԿ-ականները ոտքի են կանգնել եւ պահանջում են անհապաղ բացահայտել հանցագործությունը։ Եվ հրապարակային բոլորի աչքի առջև օրենքի ամբողջ խստությամբ որպեսի պատժվեն, որպեսի Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն լիարժեք զգա Հայաստանի Հանրապետությունում խոսք ասելուց, կարծիք հայտնելուց, դիրքորոշում ունենալուց չկաշկանդվի։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանը նշեց, թե տեղի ունեցածը զազրելի հանցագործություն է եւ որ Արտակ Խաչատրյանին ծեծի են ենթարկել փորձելով լրացնել նրա ակտիվ հասարակական գործունեությունը։ Հիմա հստակ պահանջ են դրել սեղմ ժամկետում բացահայտել կատարվածն ու պատժել մեղավորներին։ Փառք Աստծո, ամբողջ տարածքը եղել է տեսախցիկներ եւ ցանկության քաղաքական կամքի արկայության դեպքում հնարավոր է բացահայտել։ Պատասխանը բնականաբար չի լինելու այն մեթոդներով, իրենք ինչ մեթոդներ օգտագործում են։ Մենք երբեք չենք իջնելու այդ մակարդակին։ Ձեռքեր, ոտքեր օգտագործում են, ովքեր այլ հնարավորություններ չունեն։ Մենք ունենք հզոր աջակիցներ։ Արտակ Խաչատրյանն էր նաև падգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա հայտարարեց, որ քաղաքացիական ակտիվիստներին պատժելու նման մեթոդներն անընդունելի եւ դատապարտելի են։ Իսկ Արտակ Խաչատրյանի եղբայրը Արտյոմ Խաչատրյանը կարծում է, որ սա մարտահրավեր է ուղղված հասարակությանը։ Այն իրենք ընդունել են եւ հետեւաբար օրենքի շրջանակներում պայքարելու են ցանկացած անօրինականության դեմ։ Ընդունել ենք մարտահրավերը, պարոններ գանգստերներ։ Մենք չենք վախենում, մենք ընդունել ենք, մենք մեկը շատ ենք, եթե մենք ենք ձեզ ծնել, մենք էլ ձեզ կսպանենք։ Եթե որևէ մեկը կամ որոնք մտածում են, որ դրանով պետք է մեր հասարակությանը վախեցնեն, ահաբեկեն, խաղի կանոններ թելադրեն դիր, այն ինչ որ միշտ եղել է, դրանք չարաչար սխալվում է։ Կոչերից հետո մեկնարկեց երթը դեպի Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։ Անցնելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով ակցիայի մասնակիցներն անցորդներին կոչ էին անում միանալ եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Ոստիկանության շենքի մոտ չհասած ակցիայի մասնակիցներին դիմավորեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ճանապարհի երթևեկելի հատվածով շարունակել երթը ակցիայի մասնակիցներին թույլ չի տրվի, նշեց Օսիպյանը, առաջարկելով ոստիկանության շենք հասնել շրջանցիկ ճանապարհով։ Մենք ունենք խնդիր մեր պահանջները հասցնելու տեղ։ Տոնը իջացրեք ու մեծ ագրեսիվ է տերոն մի խոսացեք։ Ուրեմն լսելով չի չափերի մեջ մնացեք։ Ես անես լսել կասեք ու շշկրվեք։ Կազմակերպածը։ Ընտրեմ նայեք։ Ես խնդրում եմ ասեք։
Ի վերջո կողմերն ընդհանուր հայտարարի եկան եւ շարժվեցին դեպի ոստիկանության շենք, այստեղ էլ նույն կոչերը հնչեցին։ Հավաքվածները դարձյալ դատապարտեցին տեղի ունեցածն ու ոստիկանապետի առջև պահանջ դրեցին սեմ ժամկետում բացահայտել հանցագործությունը։ Երբ որ կարճ ժամկետում չեն ներկայացվի կատարողների եւ պատվիրատուների անունները, մենք բնականաբար մեր հետագա քայլերը անպայմանորեն ձեզ կներկայացնենք։ Իսկ թե կոնկրետում հրաժարականը կպահանջեն ակցիայի մասնակիցները չեն հստակեցնում։ Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին առևանգվել էր կասեցում նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանը։ Վերջինիս ավելի ուշ ծեծված վիճակում հայտնաբերել եւ տեղափոխել էին Մալաթիայի բժշկական կենտրոն։ Խաչատրյանը տուժող է ճանաչվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեծ զրույցում կարծիք հայտնեց, որ Գյումրիում հունվարի 15-ի բողոքի ցույցի մասնակից մնացական Ալեքսանյանի ձերբակալմամբ իշխանությունները նոր գործընթաց էին սկսում։ Նպատակը այլ էր, սակայն պլանները հանկարծակի փոխվեցին։ Ըստ նրա ձերբակալման ենթակա մարդկանց թիվը մեծ էր լինելու։ Ուղղակի չէին հաշվարկել հնարավոր արձագանքը։ Իրենց կամայականություններով իշխանությունները հասել են կամ արդեն հասնում են այն եզրագծին, որտեղից այն կողմ իրենք քայլ չունեն, գտնում են այն։ Մարդիկ արդեն պատրաստ են կամ շատ շուտով ամբողջությամբ պատրաստ են լինելու իրենց իրավունքների համար, իրենցից յուրաքանչյուրի իրավունքների համար միավորվելու ու փողոց դուրս գալու։ Երիտասարդի ազատ արձակումն իհարկե կարելի է հաղթանակ համարել, բայց սա չի նշանակում, թե թեման փակված է։ Իշխանություններն ակտիվիստներին պատժելու գաղափարից չեն հրաժարվելու։ Գյումրիում բախումների վերացված ցույցի մասնակից երիտասարդի մնացական Ալեքսանյանի ձերբակալությամբ ըստ իրավապաշտպանի փորձում էին հերթական պայմանավորվածությունը խախտել։ Բոլորին է հայտնի, որ ընդհարման օրը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բողոքող մարդիկ տուն են գնում, փոխարենը ազատ են արձակվում բերման ենթարկվածները եւ հետապնդումներ չեն լինելու։ Ինչպես հայտնի է, քննիչները հրաժարվեցին ձերբակալել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ասելով, որ հիմքեր չեն տեսնում։ Հետագայում դատախազը ինքը ձերբակալեց։ Ինչու՞։ Սա արդեն իրենց ներքին խոհանոցն ու ներքին մրցակցությունն է։ Այս կառույցների միջև եղած լարվածությունն ակնհայտ է, բայց սա չի նշանակում, թե նրանցից մեկն ավելի լավն է, քան մյուսը։ Ում հանձնարարել են ձերբակալել, նա էլ ձերբակալել է։ Վստահ եմ, որ ձերբակալման հանձնարարությունը իջել է Երևանից։ Գտնում է իրավապաշտպանը։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը գաղտնազերծել է շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները եւ հաշվեհամարները, որոնք խուսափում են հարկերից, թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող ակտիվներ, ինչը փողերի լվացման խողովակ է հանդիսանում եւ միաժամանակ HSBC բանկին եկամուտ բերում։ Շվեյցարական հաշիվներից ամենախոշոր չափի դոլարային գումարների արտահոսք գրանցած երկրների շարքում հայտնվել է նաեւ Հայաստանը։ Ցուցակում 146-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Իսկ խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է։ Գարեգին Բ-ն բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից։ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին Բ Ներսես անվամբ հաշվի վրա 1.1 միլիոն դոլար է եղել 2006-ից 2007 թվականներին։ Մեծ զրույցում Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը վստահեցրեց, որ դա Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հաշվեհամարն է, որը պարզապես գրանցված է կաթողիկոսի անունով։ Մեր բոլոր հաշվեհամարները, լինի Հայաստանում թե շվեյցարական HSBC-ում գրանցված են ամենայն հայոց կաթողիկոսների անուններով, եւ կաթողիկոսներից կաթողիկոս այդ հաշվեհամարները փոխանցվում են եւ համապատասխան իրավական անվանափոխում է տեղի ունենում։ Հետևաբար որևէ զարմանալու բան չկա։ Դա Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գումարներն են, որտեղ եւ գումարներ են փոխանցվում եւ գումարներ են հանվում եկեղեցու պետքերի համար։ Պարզաբանում է, որ գումարների 80%-ը գոյացել է բարերարների նվիրատվությունների շնորհիվ, իսկ գումարի մնացած 16-ից 18%-ը ապահովվել է գրականության եւ մոմերի վաճառքից։ Գումարները ծախսվում են կրթական, սոցիալական նպատակներով, ուղղվում են այն հաստատությունների ֆինանսավորմանը, որոնք հովանավորվում են եկեղեցու կողմից։ Եթե ամեն ինչ այդքան պարզ ու թափանցիկ է, ինչու է ընտրվել շվեյցարական հաշվեհամար, որը գաղտնազերծվել է բանկի Ժնևի բաժանմունքում 2007 թվականին աշխատող համակարգչային մասնագետի գողացած փաստաթղթերի շնորհիվ։ Բանկային ընտրությունը կոնկրետ Գարեգին Բ կաթողիկոսը չի կատարել, այդ հաշվեհամարներն իրեն փոխանցվել են իր նախորդներից։ Այդպիսի հաշվեհամար Շվեյցարիայում ունեցել է եւ Վազգեն առաջինը եւ Գարեգին առաջինը։ Հետևաբար այսպիսի հաշվեհամարներ տարբեր կարող են լինել եւ նպատակային նվիրատվությունների համար եւ նաեւ ընթացիկ գործունեության համար։ Ասում է մամլո դիվանը։
Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները հանգստյան օրերին բավականին անհանգիստ են եղել։ Մասնավորապես փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը 3 անցկացրել է Գյումրու քաղաքապետարանում։ Հրահանգել է գտնել ու բերել գալայի նյութի հերոսին, հետո նրա հետ երկար բացատրական աշխատանքներ է տարել, ֆիլմ նկարել ու հերքման տեքստ է հրապարակել։ Քաղաքապետարանն այսպիսով փորձել է հերքել գալայի, Սամվել Բալասանյանն առանց քաղաքացու իմացության տարածքը տրամադրել է Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի զորամասին վերնագրով տեսանյութին։ Գյումրիի քաղաքացի 76-ամյա Աշոտ Ջանիկյանը պատմում է, որ 15 տարի շարունակ շահագործած այդ հողատարածքը, որը գտնվում է Գյումրիում տեղակայված 8-րդ զինվորական թաղամասի եւ 102-րդ ռազմաբազայի զորամասի հետնամասում, եւ որը բանավոր պայմանավորվածությամբ իրեն էր տրվել շահագործելու համար նախկին քաղաքային իշխանությունների օրոք, Սամվել Բալասանյանը տրամադրել է Ռուսաստանի Դաշնության ռազմաբազային։ Քաղաքացու դժգոհությունն այն էր, որ որպես տարածքը 15 տարի բարեխղճորեն շահագործող անձնավորություն իրեն այդ մասին տեղյակ չի պահվել։ Բացի դա, նրան պատկանող գույքը փչացրել ու հեռացրել են տարածքից, եւ դա արել են ռուսաստանցի զինծառայողները։ Ուստեղ մարդ կա, եկավ սա, որ Բոստանը դրել կդրտեն բանը կդրել են։ Սա ռուսները, ես ճիշտ գիտեմ ինչ է ռուսեն։ Սա ռուսները կդրտեն։ Սա կայնած են ընդեղ աֆիցեր կար բան կայնած են կդրենք։ Բայց ես իմացա ինչ որ բանը, այստեղ բանը քաղաքապետարանից հետնել մարտեղ է։ Գյումրու քաղաքապետարանը երեկվա իր հայտարարությունում, որը վերնագրված էր հերքում, հայտարարում էր, որ տարածքը քաղաքացուն չի պատկանել։ Այն դեպքում, երբ գալայի տեսանյութում ոչ ոք չի պնդում, որ 76-ամյա քաղաքացին տարածքի նկատմամբ ունի սեփականության իրավունք։ Քանի որ խնդիրը քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների համար ընկալելի չի եղել, ներկայացնում ենք այն առավել մանրամասն եւ այսպես։ Առաջին, վերոհիշյալ տարածքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի պատկանում, եւ քաղաքապետարանն էլ մի քանի անգամ հայտարարությունում նշում է, որ համայնքապատկան է, սակայն համայնքապատկան հողակտորի վրա եղած գույքը համայնքապատկան չէ, այլ տեր ունի, տվյալ դեպքում քաղաքացի Ջանիկյանը։ Տեղի է ունեցել ապօրինություն, վնասվել է քաղաքացու գույքը։ Փոխքաղաքապետ Սանոյանի ասածով մի քանի ժանգոտված խողովակ են կտրել։ 15 տարի ադիկ առաջ եմ մաքրել, լրի մաքրել եմ, բայց ինչ օգուտ։ Անխեղճություն այդպես էլ անխեղճություն կեղնի։ Այդպես էլ անխեղճություն էլ եւ չդեմ ես։ Թուրք է այդպես բան չեն։ Երկրորդ, կան ականատեսներ, ովքեր վկայում են, որ խողովակները, ծառերը կտրվել, իսկ ցանկապատերը քանդվել են ռազմաբազայի զինծառայողների կողմից։ Հարց է ծագում, եթե տարածքը համայնքապատկան է, ապա այնտեղ ինչ գործ ունեն ռուսաստանցի զինծառայողները։ Երրորդ, եթե քաղաքացին ապօրինի տարածք է զբաղեցրել, ինչ է անում այս դեպքում համայնքապետարանը։ Բնականաբար քաղաքացուն զգուշացնում է, որ ազատի տարածքը։ Վերջինիս հրաժարվելու դեպքում դիմում է օրենքով սահմանված գործողությունների։ Քաղաքացուն պատկանող գույքը տարածքից ապամոնտաժելու իրավունք ունեն բացառապես դատարանի որոշմամբ ԴԱՀԿ աշխատակիցները եւ ոչ թե ռուս զինծառայողները։ Պարոն Բալասանյանը իրանց պահանջարկով է, թե պետական է, ինչ է, տվել է իրանք կրնապատը այստեղ շինարարություն կենեն, բանը, տանգադրում կենեն, մեքենաների համար կենեն, ինչ կենեն, հրաբարակ կենեն, այդիկ ես չեմ կարող ասել, որովհետև տեսնիս կդրությունը, իրանք ոչ շինարարություն են սկսել, ոչ չկա իրանց են ներկայացուցիչ, գնացի երկու անգամ իրանց գլավնի է սպրախոդը, գնացի չթողեցին, սալդատները այդ դեպքից հետո մարդ չեն թողա։ Չորրորդ, Գյումրու քաղաքապետարանը միտումնավոր հայտարարությունում շրջանցում է ամենակարևոր հարցը։ Հիշյալ տարածքը ում, ինչ նպատակով է հանձնվել, ինչ պայմաններով եւ ում որոշմամբ։ Հայտարարությունում նշվում է, որ տարածքը համայնքապատկան է, իսկ դա նշանակում է, որ այն նախ եւ առաջ Գյումրու բնակիչներինն է, ոչ թե քաղաքապետին է։ Այն օտարելու վարձակալմամբ պայմանագրով հանձնելու եւ այլնի իրավունք քաղաքապետարանն ունի մեկ դեպքում, երբ կա Գյումրու ավագանու որոշումը։ Նման հարցավագանուն իստի օրակարգում չի եղել երբևէ։ 5-րդ, փոխարենը փետրվարի 5-ին Գյումրու քաղաքապետարանը տարածեց հայտարարություն, որ Բալասանյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ, որի ժամանակ անդրադարձել են Գյումրիում զինտեխնիկայի եւ զինվորականների տեղաշարժման ճանապարհային քարտեզին եւ Բալասանյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել ռուսական կողմին։ Բալասանյանի եւ 102-րդ ռազմաբազայի ղեկավարության փետրվարի 5-ի հանդիպումից մեկ օր անց փետրվարի 6-ին արդեն 76-ամյա քաղաքացու գույքը ռուս զինծառայողները քանդելու փչացրել են։ Այդ ժամանակի համաձայնով է Բալասանյան ասել է մեր հողերն են այսպես է գնացեք տվեք։ Ինոք եկել են դրել կդրտել ես ինչ եմ։
Քաղաքացի Ջանիկյանը ինչպես ինքն է պնդում, տարածքը զբաղեցրել է 15 տարի շարունակ, ոչ թե 5 տարի, ինչպես վստահեցնում է քաղաքապետարանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով ասվում է. Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն 10 տարվա ընթացքում բարեխղճորեն բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք, ձեռքբերման վաղեմություն։ Այնպես որ եթե քաղաքացի Ջանիկյանը ցանկություն ունենա դիմել դատարան եւ կարողանա ապացույցներ ներկայացնել, որ ինքը տնօրինել է տարածքը 15 տարի, հավանականությունը մեծ է, որ դատարանը առաջնորդվելով վերոհիշյալ հոդվածով ճանաչի քաղաքացու սեփականության իրավունքը տվյալ հողատարածքի նկատմամբ։ Համենայն դեպս Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման բազմաթիվ անգամ նման նախադեպեր եղել են։ Շիրեկի մարզի դատախազ Ռաֆի Ասլանյանը արձագանքել է Գալայի հրապարակումներին ու տեսանյութերին Գյումրու բնակիչ 76-ամյա Աշոտ Ջանիկյանի կողմից շահագործվող տարածքի եւ նրա կրած վնասների մասին։ Գալայի կայքեջում հրապարակված Սամվել Բալասանյանն առանց քաղաքացու իմացության տարածքը տրամադրել է Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի զորամասին եւ Գյումրու քաղաքապետարանը թե 102-րդ ռազմաբազան, ով է փոխհատուցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու կրած վնասը հոդվածներում, Գյումրիի քաղաքացի 76-ամյա Աշոտ Ջանիկյանը ահազանգում է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում իր սեփական գույքը ոչնչացվել է։ Քաղաքացին ահազանգում է նաեւ, որ տարածքը տրամադրվել է ռուսական կողմին։ Նրա դժգոհությունն այն էր, որ որպես տարածքը 15 տարի բարեխղճորեն շահագործող անձնավորություն իրեն այդ մասին տեղյակ չի պահվել եւ ինքը վնասներ է կրել։ Հիշյալ նյութերի հիման վրա դատախազ Ռաֆի Ասլանյանի կարգադրությամբ նախապատրաստվում են նյութեր։ Գյումրու Խանջան փողոցի տնակներից մեկում ապրող 40-ամյա տանտիրոջ Հակոբ Կարապետյանի մոտ 1 տարի առաջ այս օրերին հայտնաբերվել է սրտային հիվանդություն։ Թե Գյումրիում, թե մայրաքաղաքում բժիշկները նրան տեղեկացրել են, որ անհրաժեշտ է շտապ վիրահատություն, սրտի փականի պրոթեզավորում։ Սակայն Կարապետյանների ընտանիքն ապրում է սոցիալական դժվարին պայմաններում։ Հակոբ Կարապետյանը մեզ պատմեց, որ 1 տարի է ինչ չի աշխատում։ Բժիշկներն ասել են, որ հարկավոր է նախ առողջական խնդիրներով զբաղվել, քանի դեռ այլ բարդություններ չեն առաջացել։ Կալապան պետք է փոխվի։ Ու մեկ է ցենտրալի երակը։ Իշքան շուտ կան լավ։ Տարի մել նստած եմ ես, տարի մել հեչ մեկ բան չեմ անը։ Մեզ մար աշխատող մարդ ենք եղել, պրոցես պես նասախ կալխուետարը ու հեչ բան չի անի։ Հակոբի կինը Տիկին Անժելան հուզված պատմում է, թե ամուսնու առողջական վիճակն օրեցօր վատթարանում է։ Բուժումն այլևս արդյունք չի տալիս։ Շտապ վիրահատությունը կփրկի Հակոբի կյանքը, սակայն իրենց ֆինանսական հնարավորություններն այնքան սուղ են, որ անգամ 2 անչափահաս երեխաների դպրոցական ծախսերը հոգալ չեն կարող։ Իսկ վիրահատության համար պահանջվող գումարը 3 միլիոն 700 հազար դրամ է։ Միակ բուժումը վիրահատությունն է։ Բժշկուհիները բոլորն պես են ասել։ Բուժում չկա, ոչ ասենք կա իրան ինչ-որ լավ, գոնե ինչ-որ մի պահամ լավ է շտա, բայց դե հնարավոր չէ, որովհետև եթե այդ փականի խնդիրը կա, ճնշում է, այն անգամին լրիվ ընկել էր, որ կարող է շատ վատ բաներ եղնի։ Կարապետյանների ընտանիքի միակ եկամուտը հաշմանդամության թոշակն է եւ ընտանեկան նպաստը, ամսական 40 հազար դրամ գումար, որով հազիվ կարողանում են առաջին անհրաժեշտության ծախսերը հոգալ։ Դիմել են Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոնի տնօրինությանը, որտեղ նախատեսվում է իրականացնել բարդ վիրահատությունը, սակայն պատասխանել են, թե հիվանդի հաշմանդամության կարգը հաշվի առնելով վիրահատության համար պահանջվող գումարը կզեղչվի միայն 10%-ի, 300 հազար դրամի չափով։ Կարապետյանների ընտանիքն ակնկալում է բարի կամքի մարդկանց աջակցությունը, որպեսզի փրկվի 40-ամյա Հակոբի կյանքը։ Բարեխիղճ մարդիկ յանին օգնեն, ես ցանրության տեգից ելնեմ, ուրիշ բան չեմ ուզես։ Ոչ ես ունեմ, ոչ ես ենք կողքից բարեկամություն ունի, որ ինձ ասենք մեկից կան փող տրամադրեն, որ ես կարողանամ այդ բանն։ Գյումրու բնակիչ Կարլեն Զաքարյանը, ով Հակոբի հետ պատահական է ծանոթացել եւ տեղեկացել նրա առողջական խնդիրների մասին, որոշել է ունեցած հնարավորությունների սահմաններում օգնել նրան։ Դիմել է պետական տարբեր կառույցների, պաշտոնյաների, падգամավորների, սակայն դեռևս արձագանքներ չկան։ Անտարբեր չլինենք, փրկենք Հակոբի կյանքը։ Խնդրում ենք բոլոր բարի կամքի տեր մարդկանց, ովքեր ի վիճակի են ինչ-որ չափով օգնել, թե տրամական, թե կառույցների միջոցով, խնդրում ենք անտարբեր չմնալ։ Ուղղակի փրկենք ինչքան հնարավոր է շուտ վիրահատենք Հակոբին, քանի որ ընտանիքի միակ աշխատողը Հակոբն է, առողջական խնդիրների պատճառով չի կարող աշխատել։
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ պատրաստ է սեփական տարածքում Ռուսաստանի ավիացիոն եւ ռազմածովային բազաներ տեղակայելու համաձայնության գալ։ Ռազմական համագործակցության պայմանագիրը երկու երկրների միջև կկնքվի Կիպրոսի նախագահի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, փետրվարի 25-ին։ Գոյություն ունի հին պաշտպանական համաձայնագիրը, որը կգործի նույնությամբ, սակայն միևնույն ժամանակ նոր հավելյալ ծառայություններ կառաջարկվեն, ինչպես մենք անում ենք այլ երկրների հետ, օրինակ Ֆրանսիայի եւ Գերմանիայի, հայտնել է Անաստասիադիսը։ Ենթադրվում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կօգտագործեն Անդրեաս Պապանդրեու ավիաբազան, որը բրիտանական Ակրոտիրի բազայից գտնվում է 50 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Դաշնության ռազմածովային ուժերը հնարավորություն կստանան օգտագործել Լիմասոլի ռազմակայանը։ Կիպրոսը եւ Ռուսաստանն ավանդաբար լավ հարաբերություններ ունեն եւ դա չի վնասվել պայմանավորված փոփոխություններով, հայտնել է Կիպրոսի նախագահը։ Ռուսաստանն իր հերթին հետաքրքրված է Կիպրոսում ռազմաբազաներ տեղակայելու հեռանկարով։ Այդ մասին արտահայտվել է Կիպրոսում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ստանիսլավ Օսադչին։ Այսօր Չինաստանում իրականացվել է նախկին լեռնահանքային մագնատ խոշոր գործարար Լյու Հանի մահվան դատավճիռը։ Բացի նրանից մահապատժի են ենթարկվել ևս 4 հանցագործներ, այդ թվում նաև Լյու Հանի կրտսեր եղբայր Լյու Վեյը։ Վերջինիս նկատմամբ առաջադրվել է 13 մեղադրանք, մասնավորապես կաշառակերության, մարդասպանության, զենքի ապօրինի վաճառքի եւ այլն։ Համաձայն հետաքննության արդյունքների Լյու եղբայրները եւ նրա հանցագործները հանցավոր ճանապարհով $7 միլիարդ են ձեռք բերել։ Լյու եղբայրները 1997 թվականին ստեղծել են Հանլուն ընկերությունը, Չինաստանի Սիչուան նահանգում այն դարձել է խոշորագույն մասնավոր ձեռնարկությունը։ Լյու եղբայրները վարձել են մարդասպանների խումբ, իսկ նրանց ձեռնարկությունն աստիճանաբար վերածվել է հանցավոր կազմակերպության։ Ըստ դատավճռի Հանլուն ընկերությունը պետությանը պետք է վճարի նաև $48 միլիոն տուգանք։